ԵԺԿ-ն փաստորեն բանաձև ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որի հետ սերտորեն համագործակցում եք դուք, իշխանությունները սկսեցին իրենց կողմ քաշել, որ տեսեք ԵԺԿ-ն ընդունել է, ողջունել է մեր որ Հայաստանի կառավարությունը եւ Հայաստանի իշխանությունը մեկնարկ է տվել Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթացին եւ այլն, որ ժողովրդավարության, օրենքի գերակայության համասին է խոսում։ Դուք խոսել եք իհարկե դրա մասին, բանաձևը միաձայն չի ընդունվել։ Բանաձևը միաձայն չի ընդունվել։ Տեսեք, խոսքը գնում է մի շարք խնդիրների մասին եւ դրանք բոլորը նկարագրված են Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարության մեջ, բայց փորձեմ դրանք ներկայացնել։ Ուրեմն այդ բանաձևը իր սկզբնական տեսքով ուներ խայտառակ տեսք։ Գրելավոճից ես գրեթե վստահ եմ, որ այն գրվել էր ԿՊ գրասենյակում։ Խաբեությամբ մեր որոշ եվրոպացի գործընկերներին խաբելով այդ բանաձևը հասցվել էր համագումար։ Առաջնային ինչ արեցինք մենք, Հանրապետականի պատվիրակությունը, ես եւ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլյանը եւ Ժառանգություն կուսակցության ղեկավար Ռաֆայել Հովհաննիսյանը, առաջին ինչ արեցինք, փորձեցինք մեր գործընկերներին ներկայացնել, որ իրականում սա ներքաղաքական թուղթ է։ Որից հետո երբ արդեն սկսվեց թղթի մեջ առկա կետերի բովանդակային քննարկումը, մենք կարողացանք հասանք նրան, որ փաստաթղթից Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ անվանական հիշատակումները վերացվեն, որպեսզի փաստաթղթում եւ ավելի կարեւոր կետերը ավելացվի Լեռնային Ղարաբաղի հայերի, Արցախահայերի վերադարձի իրավունքը եւ բանաձևում ավելացվի հղում, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկել է եւ հղում ավելացվի ԵԺԿ-ին ընդունած նախորդ բանաձևին, որտեղ կոչ է արվում ազատ արձակել, անհապաղ ազատ արձակել է։ Այս 3 խնդիրն է։ Հաջորդը, այո, բանաձևը միաձայն չի անցել։ Հաջորդը այդ բանաձևը ԿՊ-ականները խնդրել են տարբեր տեղերում տարբեր մեր եվրոպացի գործընկերներից, որոնց իրենց հաջողվել է որոնց ստել, խաբել, որպեսզի սա իրենք կարողանան օգտագործել ներքաղաքական օրակարգում, բայց դե իհարկե իրենց տոնը փչացավ նրանով, որ քանի որ բանաձևի մեջ հայտնվեց Արմեն Աշոտյանի հիշատակում, իրենք չեն կարողանում այլևս ամբողջապես այդ բանաձևը հրապարակել, կտոր ստեր են տարածում։ Հա, մենք հրապարակել ենք ամբողջությամբ։ Եվ այս սրա հետ կապված Սարգիս Խանդանյանը որոշեց ազգային ժողովից ելույթ ունենա իմ հետ կապված, վստահ եմ, որ հետո խիստ փոշմանեց դրա համար, բայց իր վերջին ելույթին ես էլ իմաստ չգտա ճիշտ ասած արձագանքելու, ինչքան խայտ բռնեց իմ անվան վրա Էրիկա, ասեմ, որ ես երբեք իր տեղակալը չեմ եղել, դա մինչև իր ընտրվելն էր կվոտավորված դոնտի բանաձևով։ Երկրորդը, երբ ես խոսում եմ խաբելու մասին, թե ինչպես են Մարիա Կարապետյանը եւ Սարգիս Խանդանյանը հայտնվել այնտեղ, շատ պարզ։ Իրենք խաբել են մի միջխորհրդարանական կառույցներից մեկի ֆրակցիայի ղեկավարին եւ չլինելով ԵԺԿ անդամ կուսակցության ներկայացուցիչ, ինչպես դուք նշեցիք, մենք չենք համագործակցում, մենք ԵԺԿ անդամ ենք։ Ներկայացվել են որպես այդ խորհրդարանական ձևաչափում, այդ վեհաժողովում ԵԺԿ խմբակցության պատվիրակներ։ Այնինչ դա հակասում է ԵԺԿ կանոններին։ Բա որ այդքան ուրախ պատմում են, բախի չեն ասում, որ իրանց դահլիճից հանել են։ Այդ երկուսին եւ այդ Մարիա Կարապետյանին դահլիճից հանել են։ Այո։ Ինչու՞։ Որովհետեւ իրենք իրավունք չունեին գտնվելու այդ դահլիճում։ Բա ինչի, ոնց էին մտել։ Դե երևի կեսից մեր գործընկերները հասկացել են, որ խաբկանք է տեղի ունեցել կամ իրենց ստել են կամ մանիպուլյացիա են արել եւ խնդրել են դուրս գալ դահլիճից։ Ես դրա մասին ազգային ժողովում եմ ասել, եթե դա իրականություն չլներ, Խանդանյանը կվերքանար կփորձել հերկել։ Ինչ վերաբերում է այս բանաձևին, այս բանաձևի հետ կապված Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել։ Մենք բացարձակապես սա չի նշանակում, որ որևէ կերպ խաթարվում է մեր անդամակցությունը կամ համագործակցությունը ԵԺԿ-ի հետ։ Մենք այդ ընտանիքի հպարտ
հպարտորեն գրում ենք այդ ընտանիքի անդամ լինելու գործառույթը, բազմիցս օգտագործել ենք կուսակցական դիվանագիտության խողովակը կամ գործիքը մեր երկրի համար, մի օրինակ կարող եմ բերել 20 թվականի պատերազմի ժամանակ մի հատված կար, երբ հանրապետականի երիտ թևը, ոչ թե ամբողջ կուսակցությունը, երիտ թևը միայնակ ավելի շատ միջազգային արձագանք էր կարողանում բերել ադրբեջանական ագրեսիայի մասին, քան ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Եղել այդպիսի պերիոդ է եղել։ Մեր բոլոր գործընկերները մեր խնդրանքներով, բացատրություններով եւ այլն դատապարտող հայտարարություններ էին տարածում, պետությունը չկար։ Այնպես որ այո, մենք շարունակելու ենք օգտագործել այդ գործիքը։ Այո, ԵԺԿ-ի ժամանակին 100-րդ տարելիցի, ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված բանաձևի ընդունումը շատ հեշտացրեց եվրոպական մի շարք երկրներում, խորհրդարաններում ցեղասպանությունը ճանաչող կամ դատապարտող բանաձևերի օրինագծերի անցկացումը խոսում ենք Եվրոպայում իշխող դիրք ունեցող կուսակցության մասին եւ մենք շարունակելու ենք սերտ համագործակցել մեր գործընկերների հետ եւ այսուհետ ավելի ուշադիր ենք լինելու, որպեսզի տարբեր կալիբրի ԿՊ-ականներ չկարողանան խաբել մեր եվրոպացի գործընկերներին ու նմանօրինակ դրսևորումներ այլևս տեղի չունենան։ Իսկ ձեր եվրոպացի գործընկերները հասկանում են, ինչու կամ որևէ լծակ չունեն ազդելու, որպեսզի Արմեն Աշոտյանը, ինչպես իրենք են գրել, իսկապես անհապաղ ազատվի։ Գիտեք, ԵԺԿ-ն բազմաթիվ բանաձևեր է ընդունում քաղաքապետարների հետ կապված։ Տարբեր երկրների պարագայում։ Որոշ երկրների պարագայում Եվրոպան որպես ամբողջություն եւ ԵԺԿ-ն որպես կուսակցություն որևէ կապ առնչություն չունի այդ երկրի ղեկավարի հետ։ Բացարձակ չեմ ուզում երկրների անուններ տալ, որպեսզի պատգամավորի կարգավիճակից ելնելով որևէ երկրի չվնասեմ կամ հարաբերություններին չվնասեմ, բայց այնպիսի դեպքեր են, երբ ԵԺԿ-ն բացի հայտարարություն ընդունելուց ուրիշ ոչինչ անել չի կարող։ Այս դեպքը այլ է, որովհետև Փաշինյանը անդադար խոսում է, որ ինքը բանն է, Կոնրադ Ադենաուերներ, մեկ էլ ինքը Եվրոպայի հետ կապված։ Մենք մեր գործընկերների առաջ բազմիցս բացատրել ենք այն հարցը, որ բվուրտից Եվրոպա մեծ տղա է, բայց չի քաղաքապետարքել պահում։ Տարբեր պատասխաններ են, որոնք ես չեմ ուզենա հանրայնացնել, որտեղ մասնավոր զրույցների մակարդակում են, բայց մենք գիտակցելով իրողություններ շարունակում ենք համարել, որ քաղաքականությունը դա արժեքների վրա հիմնված արվեստ է, արհեստ է, գիտություն է, զբաղմունք է, ոնց ուզում եք անվանել։ Եվ եթե մարդիկ հռչակում են, որ արժեքները այս են, ապա ցանկացած մարդ, որ դրան հակասում է, պիտի իր արձագանքը ստանա։ Բայց մենք ամեն դեպքում շնորհակալ ենք եւ ԵԺԿ-ին եւ մեր մյուս միջազգային գործընկերներին, որ գոնե բանաձևերի, գոնե հայտարարությունների մակարդակով սատար են կանգնում Արմեն Աշոտյանին, ով եղել է ճարտարապետներից մեկը կուսակցական դիվանագիտության հանրապետական կուսակցության եւ մյուս մեր քաղաքապետարքյալ գործընկերներին, որովհետեւ հասկանում եք, երբ սրա մասին ես շատ եմ ասում, մի անգամ էլ կասեմ, երբ անդադար խոսում են աշխարհաքաղաքական աջակցությունից իշխանափոխության։ Ես նաիվ չեմ, ես հասկանում եմ, որ իհարկե դա մեծ դերակատարում ունի, բայց ես նաև գիտեմ, որ եթե դու բացառապես աշխարհաքաղաքական աջակցությամբ ես հասնում իշխանափոխության, դու պարտավոր ես մնում ինչ որ ուժերի։ Պարտքի տակ ես մնում։ Պարտքի տակ ես մնում, ու հետո պետք է այդ պարտքը վերադարձնես։ Ես այդպես չեմ ուզում։ Միակ ակնկալիքը, որը առկա է ավանդաբար ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների մասին ակտիվ հանդես եկող երկրների դեսպանատներից, տեսեք, կան դեսպանատներ, որոնք երբեք դրա վերաբերյալ հայտարարություններ չեն տարածել։ Այդ ոլորտում իրենք դերակատարում ակտիվ հանրային դերակատարում չեն ունեցել։ Բայց եթե ինչ որ դեսպանատներ, ինչ որ միջազգային կառույցներ 17, 16, 15 թվականներին սկվազնյակի տակ մնացած ընդդիմադիրների եւ լրագրողների հետ կապված
պաշտոնական հայտարարություն էին տարածում, պահանջելով իշխանություններից պատուանը փակել, որովհետև սկվազնյակի տակ են մնում այդ մարդիկ։ Հիմա սկվազնյակի տակ չեն մնում, հիմա 10 հոգով ծեծում են։ Եվ նրանք լռում են, նրանք բոլորը լռում են։ Չնայած իդեպ մեր եվրոպացի գործընկերները Հայաստանի ժուրնալիստների միության ի պատիվ իրենց շատ կոշտ հայտարարություններ միշտանում, պահանջներ հնչեցին։ Ես ինչի համար սկսեցի այդ խոսակցությունը։ Աշխարհաքաղաքական աջակցություն երբ որ ասում են, օրինակ ես պատկերացնում եմ հետեւյալը, որ աշխարհաքաղաքական կենտրոններից այն կենտրոնները, որոնք ավանդաբար խոսում են խոսքի ազատության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարական արժեքների մասին, սթափ կգնահատեն իրավիճակը։ Այսինքն, երբ որ փողոցային պայքար լինի եւ ոստիկանությունը բացարձակապես չհիմնավորված խաղաղ ցուցարարների վրա հատուկ միջոց կիրառի, կլինի 10 հայտարարություն, ես ինչ եք անում, արա ոչի մեջ, այլ ոչ թե կլինի դե ցուցարարները դե զզվցրիկ էլի, նենց դες պահեք, որ հատուկ միջոց ձեր վրա չկիրառեն։ Ես հենց նոր խոսակցական կենցաղային, գուցե մի քիչ կոպիտ լեզվով ներկայացրեցի այն բոլոր հայտարարությունները, որոնք եղել են այս տարիների ընթացքում խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման պարագայում։